թափահաս երեխաներ ներսում, միշտ դրսում եւ ներսում մեծատվի հազար աշխատակիցներ։ Չեմ ուզում հավատալ, որ այս տղաները հիմա այսպես ջանասիրաբար շոքին մի քանի հագուստներ հագած, որպեսզի իրանց դեմքերը նույնիսկ ճանաչելի չլինի հանրության համար, սա նույնիսկ ինձ հուշում է, որ այս մարդիկ եւս ամոթի զգացողությունով են այստեղ գործողություն իրականացնում։ Ինչ վերաբերում է սրա քաղաքական կոնտեքստին, որտեղ այստեղ իրավական որևէ բան տեսնել, ուղղակի շատ ջանասիրության դեպքում եւս անհնար է, սա զուտ քաղաքական հանձնարարության կատարածություններ են այս մարդիկ։ Երեք ազգային ժողովի քաղաքական թիվ 1 ամբիոնից երկրի փաստացի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը քաղաքական հանձնարարական է տվել Քոչարյաններին ունեզրկելու։ Այսպես հորինված ֆիրմաներ հիմա կփորձեն կապել Քոչարյան ազգանբան հետ, արդեն նախագահն ու Սեդրակ Քոչարյանը գտնվում են այս պահին հակակոռուպցիոն քննչական կոմիտեում եւ այլն։ Տեսեք, այս քաղաքական հետապնդումները մի վկայություն ունեն, որ այն մարդով երեք ասում էր, ես պատրաստ եմ այդ նույն դատով դատվելու, ես հույս ունեմ, որ ինքը այո դատվելու է, բայց ոչ այս դատով։ Ինքը դատվելու է նորմալ իրավական պետության, իրավական հետևանքներ ունեցող բուն իրավական process-ներով առանց քաղաքական հանձնարարականների, որտեղ այս գործողությունները ոչ միայն Քոչարյանների նկատմամբ են, այլ մեր պետության հիմքերի, հիմնասյուների նկատմամբ ոտնձգություն է, որտեղ հայտարարված իրավական պետությունում չեն կարող նման գործընթացներ տեղի ունենալ։ Տեսեք, երբ որ ստանձնում ես իշխանություն ու քաղաքական բովանդակություն չունես ժողովրդին տալու, քո խոստումները իրականացնելու ու քողարկելու համար բոլոր են դավաճանական սկզբունքները, որոնք որդեգրել են ի սկզբանե եւ մինչեւ ընտրությունները եւ ընտրություններից հետո պետք է իրականացնեն, ժողովրդի աչքերին այսպիսով թոս փչելու միջոց է, որպեսզի հասարակությանը շեղեն իրական լուրջ խնդիրներից։ Որտե՞ղ այդ լուրջ խնդիրը, օրինակ Տիգրանաշենի հանձնում, սահմանադրության ինքներդ Փառք Աստծո նշեցիք, ես դրան հաֆելացնելու ոչինչ չունեմ։ Բայց ոչ միայն երեք քարոզարշավի ողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանը բացահայտ ասում էր մեջբերեմ պատերազմի եռագլող կուսակցությունը պետք է պատասխանատվության ենթարկվի, դատվելու եք, նստելու եք եւ դատելով հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությունից պարզ է, որ այդ ողջ գործընթացը մի գիշերում տեղի չի ունեցել, այսինքն այս իրավական գործընթացները ավելի վաղ են սկսվել։ Որն էր Նիկոլ Փաշինյանի հրահանգը այդտեղ։ Տեսեք, քանի որ դուք նշում եք քարոզարշավի ընթացքում հնչել էին, քարոզարշավի ընթացքում էլ էր վարչապետի պաշտոնը զբաղեցնողը Նիկոլ Փաշինյանը եւ երեք փաստացի ասած, որ այն process-ը, որը մեկնարկել է քարոզարշավի ընթացքում, հիմա ժամանակն է գործելու կոնկրետ գործիքակազմով արդեն։ Ինչ վերաբերում է քարոզարշավի ընթացքում ինչեր է ասել, քարոզարշավի հիմնական մեխը եղել է ժողովրդին ահաբեկելը պատերազմով, իսկ մի քաղաքական ուժ, որը իր գոյության ընթացքում 3 պատերազմ է բերել, 3 էսկալացիա է բերել, կորցրել է Արցախը, չի կարող ուղղակի պատերազմում մեղադրել մի մարդու, ով 10 տարիների ընթացքում ընդամենը խաղաղություն ու տնտեսական աճ է ապահովել։ Բայց ինքը դա ձևակերպում է որպես ժողովրդի պահանջը, ժողովուրդն է ինձանից պահանջում դատել այս Եվ ինձ մանդատ է տվել դրա համար։ Տեսեք, Փառք Աստծո, ես նրա որևէ բան մեկնաբանելու ոչ ցանկությունը եւ ոչ էլ դրա իրավական, այսպես գործիքակազմը չունեմ, որ մեկնաբանեմ մի մարդու խոսքերով անընդհատ ստում է։ Հիմա այդ մարդը այնպես բաները ասելու չի արել, հիմա որ ասում է ժողովուրդը ինձանից պահանջում, այդ պահանջը ինչ որ ձև պետքա ձևակերպված լինի, չէ՞։ Եթե ինքը այդ պահանջի այսպես հաստատումը դիտարկում է ընտրությունների արդյունքները, ապա այդ ընտրությունները խիստ կասկածելի արդյունքներ ունեն։ Մենք ընտրությունների արդյունքները եւս մեր համար վիճարկելի է ու այն ձայները, որոնք իրանք հրապարակել են դեռևս արդյունքները չհրապարակված, գիշերը ժամը 2-ին, երբ ընդամենը հաշվարկ էր տեղի ունենում, երբ գողացել են մի ամբողջ ֆրակցիայի ձայներ, այդ ընտրությունները լեգիտիմ չեն եւ դրանով իր իսկ հայտարարած վստահության քվեն նա չունի եւ այսպիսով փորձում է այսպես ուժ թելադրելով պահել այն, ինչ որ գողացել է ժողովրդից այս ընտրությունների արդյունքում։